Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման օրվա առթիվ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ուղերձ է հղել, որում ասված է. Նոյեմբերի 10-ին լրանում է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 29-րդ-ամյակը։ 1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որը ժողովրդավարության հիմնարար քայլ էր և ամրագրվեց պետական տոնացույցում որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր։ Անցած տասնամյակների ընթացքում ՏԻՄ համակարգը կրել է ժամանակի թելադրած և իրավիճակով պայմանավորված փոփոխություններ, կատարելագործվել է, անցել հաջողությունների և բարեփոխումների տեսանելի ուղի։ Համայնքները պետության հենասյուներն են, իսկ ՏԻՄ համակարգն այդ հենասյան առանցքը, որը ժամանակի փոփոխությունների ուղղակի կրողն ու արձագանքողն է, ժողովրդավարության իրական հիմքը։ Շուրջ 3 տասնամյակ այս համակարգը բնականոն գործունեությանը զուգահեռ կերտել է պատմություն, որը պետության կառավարման համակարգի հիմնարար ինստիտուտներից մեկն է։ Տեղական ինքնակառավարման մարմինները, իդեմս համայնքի ղեկավարի և ավականու անդամների, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների ինքնակառավարման գործընթացը դարձրել և դարձնելու են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման միջոց և հնարավորություն, որի առանցքում համայնքային կյանքի որակի լավարկումն է, համայնքի բնակիչների խնդիրների լուծումը, մասնակցային կառավարման գործիքակազմերի համայնք-բնակիչ կապի ապահովումը։ Ապակենտրոնացման գործընթացը տարեցտարի ստեղծում է նոր հնարավորություններ, բազմապատկվում են համայնքների կարողություններն ու ներուժը, ներդրվող ծրագրերի շնորհիվ բացահայտվում են համայնքների ներուժն ու կարողությունները, իսկ համագործակցային աշխատանքի արդյունքում ավելանում են հնարավորությունները։ Մենք ապրում և աշխատում ենք բարդ, պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում, ամեն օր հաղթահարելով մի շարք մարտահրավերներ ու քաջ գիտակցում, որ համայնքի դիմագիծը ձևավորում են տեղական ինքնակառավարման համակարգում ծառայություն իրականացնող մարդիկ։ Մասնագիտական ու կադրային ռեսուրսի առումով համայնքներն ավելի են հզորացել, ընդլայնվել է ծառայությունների մատուցման գործիքակազմը։ Կարծում եմ, այս համակարգում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր աշխատակից ունի կամք ու համապատասխան գիտելիքներ, նվիրվածություն և համբերատարություն լուծելու այն բազմաթիվ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, կիսելու համայնքի բնակիչների հոգսերն ու խնդիրները։ Նոյեմբերի 10-ը լավագույն հնարավորություն է իմի բերելու անցած տասնամյակների գործունեությունը, նորովի մոտենալու խնդիրներին ու դրանց լուծմանը, խոսելու հեռանկարների ու հնարավորությունների մասին։ 3 տասնամյակի շեմին կանգնած համակարգն իր կենսունակությամբ ապացուցում է, որ երկիրն ու պետությունը ուժեղ են համայնքներով, որոնք կառավարման հենասյուներն են ու զարկերակները։ Համակարգի կատարելագործման ճանապարհին անհրաժեշտ պայման է, որպեսզի մեր բնակիչները կանգնեն տեղական ինքնակառավարման մարմինների կողքին և փոխադարձ վստահության, փոխըմբռնման պայմաններում կարողանանք զարգացնել ու շենացնել մեր համայնքները։ Տոնական օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներին, Սևան համայնքի ավականու անդամներին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմին, միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի աշխատակիցներին։ Ես գնահատում ու կարևորում եմ յուրաքանչյուրիդ աշխատանքն ու ջանքերը, մասնագիտական ու մարդկային որակները, ձեր պատրաստվածությունն ու պատրաստակամությունը համայնքային կյանքի որակն առավել լավը դարձնելու ուղղությամբ։ Մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, նվիրվածություն ու նպատակասլաց աշխատանք, արևշատություն և առողջություն, հաստատակամություն և պետականամետ գործունեություն, որոնք այնքան անհրաժեշտ են մեր հետագա քայլերի ու գործողությունների իրականացման ճանապարհին, մեր համայնքի զարգացման գործում։ Հարգելի գործընկերներ, վստահ եմ, յուրաքանչյուրդ ձեր տեղում և ձեր լիազորությունների շրջանակներում այսուհետ էլ շարունակելու եք ձեր պատվաբեր ու պատասխանատու ծառայությունը հանուն Սևանի և սևանցու, հանուն մեր համայնքի կայուն զարգացման և առաջընթացի, հանուն մեր պետության բարօրության։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյան։